Հանրապետության կոմիտեն պնդում է, որ Վարդան Ղուկասյանը կաշառակեր է։ Չկա նման պնդում, ասում եմ մեղադրվում է։ Սիրելիներս, երբ որ ես հասկանում եմ իհարկե, որ դուք որոշել եք կաշառակերության պաշտպան դառնալ։ Չէ, մի վարքյան, դուք հիմա զբաղված եք կաշառակերության Դուք որ ասում, ում մի վարքյան, թողեք հիմա, եկեք sense պայմանավորվենք, կամ դուք տալիս եք հարցը, լսում եք պատասխանը, կամ դադարեցնում եք։ Չէ, որովհետև հարցը հնչել է, հիմա կսպասեք, ես կպատասխանեմ։ Հակակոռուպցիոն կոմիտեն եւ ընդհանրապես իրավապահ մարմինները մեղադրանք են առաջադրում։ Երբ որ իրանք մեղադրանք են առաջադրում, նշանակում է իրենք կարծում են, որ տվյալ անձը մեղավոր է այդ հանցանքի մեջ։ Իսկ ասում եմ, ըստ հակակոռուպցիոն կոմիտեի Վարդան Ղուկասյանը կաշառակեր։ Հաջորդ հարցը։ Այն նախարարը, որը նշանակվել է Նիկոլ Փաշինյանի կողմից կաշառակեր է, թե ոչ։ Բաքսի մասով Եթե ես չեմ սխալվում, մեղադրանքը արդեն ապացուցված է եւ հետեւաբար կաշառակեր է։ Եթե դատավարանը համարել է, որ ինքը մեղավոր է, օրինակ այդ ժամանակ, երբ որ նրան մեղադրանք առաջադրվեց, դուք հայտարարեցիք, որ նա կաշառակեր է։ Հեսա դրանը կպատասխանի։ Օրինակ ես երբևէ չեմ տեսել, որ դուք որևէ ընդդիմադիրի, որը ասում է, այս իշխանությունը քաղաքական բռնությունների է դիմում, կամ այս իշխանությունը դավաճան է, կամ այսինչը այնինչը բան է։ Ինչ են ասում, դավաճան է, ագենտ է, հողատու է, հազար բան։ Ես երբևէ չեմ լսել, որ դուք սիրելի լրագրողներ, ասեք, ինչու եք խախտում իշխանության ամեղության կանխավարկածը։ Իսկ եթե դուք հարցնեիք, իրանք վստահաբար կասեին, մենք չենք խախտում, մենք քաղաքական գնահատական ենք տալիս։ Դե ես էլ եմ քաղաքական գնահատական տալիս։ Հերթով։ Ամեղության կանխավարկած այդպիսով չի խախտում ամեն դեպքում։ Նոր պատասխան է եթե հարցին։ Նոր սիրելիներս, մի վարքյան, ասեք։ Որտեղ ոչ միայն այս դեպքը, այլ նաև օրինակ են ենթադրյալ ահաբեկչության գործը, որ դեռ էլի չկա դատարանի որոշում, էլի իշխանության ներկայացուցիչները ազգային ժողովի ամբիոնից հայտարարեցին, որ ահաբեկչություն պետք է կատարվի։ Այս ամենը անելով նաև իրավական դաշտում խնդիրներ չեն առաջանում։ Ոչ չեն առաջանում, ենթադրյալ ահաբեկչության դեպքով բոլորը հղում են արել դատախազության մեղադրանքին։ Բ. Կրկնում եմ, եթե ըստ ձեզ ընդդիմադիր գործիչները կարող են մեզ մեղադրել գործ կարելու մեջ, որը հանցագործություն է, գործ կարելը սիրելի գործընկերներ, հանցագործություն է, բարի եղեք, դուք իրենց հարցնեք, իրենք այդ մեղադրանքը ներկայացրելիս արդյոք չեն խախտում իշխանությունների ամեղության կանխավարկածը։ Եթե իրենց պատասխանը լինելու է, որ իրենք քաղաքական գնահատական են տալիս եւ եթե այդ պատասխանը ձեզ բավարարելու է, ուրեմն ձեզ էլ պետք է բավարարի իմ պատասխանը առայն, որ ես էլ եմ մի վարքյան, այսինքն ուզում եք ասեք ընդդիմությունը անպատասխանատու, ես էլ եմ պատգամավոր ընդդիմադիր գործընկերներն եմ պատգամավոր, ես չեմ ավարտել։ Հաջորդը, ես չեմ պատրաստվում ձևացնել, թե ես խուլ եմ կամ խելագար եմ։ Ես լսել եմ հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությունը, որից ակնհայտ, ընդ որում օրինական դատարանի վճռով արված գաղտնալսում, որից ակնհայտ է, որ Վարդան Ղուկասյանը պահանջում է կաշառք։ Սա իմ քաղաքական գնահատականն է։ Եթե դուք որոշել եք, որ հիմա ամբողջ քննարկումը պետք է լինի, ասեք։ Այդ ձայնագրությունը, որ մեջն եք, ճիշտ եք անում, բայց ձայնագրության մեջ մի կարևոր հանգաման, երբ դուք վերջում չեք տեսել, որովհետև բոլոր նույնիսկ իրավապահ համակարգի այդպիսի հաղորդագրության վերջում կա այսպիսի մի հիմնական բան, որ շատ լավ, շատ լավ, բոլոր կաշառակեր սրիկաները պիտի նստեն ծանուցում, մեղադրյալը մեղավոր չի, քանի դեռ չի ապացուցվել իր մեղքը։ Վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ պաշտոնավարում էր Սարիկ Բինասյանը։ Ինչու է այդ Չգիտեմ, ծանոթ չեմ այս մասը։ Ծանոթ չեմ։ Ես այդ մասին ծանոթ չեմ։ Ոչ, եւ խնդրում եմ մի խախտեք մեր ամեղության կանխավարկածը, որտեղ մեր իշխանության օրոք շոուեր դատավարական չեն լինի։ Ու ծանոթությունները հարցը տալուց տվեք։ Մի վարքյան,
խնդրեմ։ Հրավիրվել էր պարոն Ղուկասյանը Չգիտեմ, իրենցից պիտի ինչի համար Ասում են ոտքով չգնան, բայց այնպես է տեղանակացումներով այդ իրավապահների գործողությունները ջարդելով քաղաքապետարանի շրջանում Սելի գործընկերներ, կողմնի օժվեք ձեզնից ով է հարց տալիս տվեք։ Եվ իրավապահների շարունակությունն է։ Ինչպես է գնահատում իրավապահների գործողությունը։ Շատ ես Նույնիսկ մի քաղաքապետի չէին կարողանում քաղաքապետարանից դուրս անեին, բազացրեցին, ապակիներ կոտրեցին, այն նման իրավապահ համակարգին դուք ձեր անվտանգությունը կվստահեք, բազացրեցին։ Շատ լավ եմ գնահատում եւ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքը, որովհետեւ իդեալական աշխատանք են կատարել եւ կարողացել են հայտնաբերել ենթադրյալ հանցագործություն եւ ենթադրյալ կաշառակերին ծանուցում Մարդը համարվում է անմեղ, քանի դեռ իր մեղքը չի ապացուցվել եւ երկրորդն էլ իրավապահ մարմինների աշխատանքը շատ լավ է։ Պարոն Ռուբինյան, Ոչ միայն իմը, ձեր անվտանգությանն էլ Պարոն Ռուբինյան, տեսեք, այս տարիների ընթացքում, երբ քաղաքացիական պայմանագիրն է իշխանության, եղել են իրավիճակներ, երբ որ որոշակի հանցագործությունների մեջ մեղադրվել են նաեւ իշխանության առանձին ներկայացուցիչներ, սակայն մենք ականատեսը չենք եղել, հա, որ նրանց օրինակ թեկուզ հրավիրելուց ոստիկանություն կամ քննչական հակակոռուպցիոն պարկեցնեն ասֆալտին, այլ կերպ ասած շոու անեն։ Ինչու է այդ ամենը տարածվում բացառապես։ Օրինակ ասեմ, Երևանի նախկին փոխքաղաքապետը եւս կալանավորվեց, բայց օրինակ նրան ասֆալտին չփռեցին։ Ինչու։ Բայց հարգարժան Վարդանիկի մռութն էլ ասֆալտին ես երեք չեմ տեսել, հետեւաբար դա փոխաբերական իմաստով է։ Ես չեմ տեսել ասֆալտին։ Չէ, նկատի ունեմ ներխուժել, այսինքն հրավիրել ներխուժելը մարդիկ գնացել են իրավապահ մարմինները գնացել են Գյումրիի քաղաքապետարան եւ Գյումրիի քաղաքապետին բերման են ենթարկել։ Ինչի՞ մաս։ Իսկ դուք նկատել եք օրինակ ձեր մատնատշած դեպքում քաղաքապետարանի դիմաց այդ ձեր ասած չեմ էլ հիշում կալանավորվել էր, հա, կալանավորվել էր Երևանի փոխքաղաքապետ, հա, ասացիք։ Հա, նկատել եք այդ պահին օրինակ Երևանի քաղաքապետարանի Երևանի քաղաքապետարանի դիմաց այդ ժամանակ մարդիկ կային, հա, ինչ որ խոչընդոտում էին իրավապահների գործունեությունը, կային, չկային, հետեւաբար չունի աջակից, կարող է չունի աջակից։ Ժողովուրդ ջան, դուք չեք լսում ձեզ կամ ինձ չեք լսում։ Իմ տպավորությունն է, որ դուք ուղղակի հարց եք տալիս, հարց տալու համար։ Դուք հարցնում եք ինձ. ինչու Գյումրու քաղաքապետարան գնացել էին մեծ թվով իրավապահներ, էսա չէ հարցը։ Ի տարբերություն այն դեպքի, երբ ժամանակ մի վարքյան Կոչուբաևի մի փոխեք հարցը։ Դուք արեցիք ընդդիմադիրների պարագայում դուք արեցիք մի փոխեք հարցը, դուք արեցիք երկու պնդում համար 1 ժամանակին կալանավորվել է Երևանի փոխքաղաքապետ, ինչու նրան ասֆալտին չեն պարկեցրել։ Ես ապացուցեցի, որ ձեր պնդումը սխալ է, որովհետև խոսելը դեռ ապացույցի նշան չի, պարոն Ռուբինյան։ Մենք բանավիճում չենք բանավիճում, դուք մեղադրում եք ինձ բանի մեջ, որը ես չեմ ասել։ Մեղադրանքը մինչև վերջ չլսեցիք, որովհետև անհիմն է, ծանուցում։ Դուք ինչ գիտեք, որ նայեք, դուք ասում եք, ինչու ի տարբերություն Գյումրիի քաղաքապետի ասֆալտին չի պարկեցվել բերման ենթարկվելուց Երևանի փոխքաղաքապետը։ Ես ձեզ ասում եմ, ցավոք կամ բարեբախտաբար Վարդանիկն էլ ասֆալտին չի պարկեցվել։ Հաջորդը թողեք ավարտեմ։ Հաջորդը ասում եք, ինչու են այդքան մեծ թվով իրավապահներ գնացել Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելու։ Ես էլ ձեզ ասում եմ, իսկ գուցե այն պատճառով է, որ իր տարբերություն ձեր մատնանշած Երևանի փոխքաղաքապետի դեպքի մարդիկ չեն հավաքվել, որպեսզի խոչընդոտեին իրավապահների աշխատանքը։ Գուցե, բայց խոսքը ընդհանուրին է վերաբերում։ Օրինակ նույն Կոչուբաևի պարագայում խնդիրը իմ հարցը դեպքին չեմ կարող մեկնաբանել։ Օրինակ ասֆալտին են փռել կոնկրետ։ Պարոն Ռուբինյան, խնդրեմ։ Պարոն Ռուբինյան, Հայաստան դաշինքը երեք հայտարարությամբ հանդես եկան, որում մասնավորապես նշված է վաղաշաբաթ խոշորացված համայնքում նշանակված ընտրություններից առաջ Գյումրու համայնքապետի ձեռնարկությունը հստակ ուղերձ է տեղական ինքնակառավարման մարմիններին իշխանությունը պատրաստ չէ հանդուրժել որևէ ինքնակառավարում, որևէ Սկիզբը շատ ճիշտ էր, վերջը շատ սխալ էր։ Գյումրու քաղաքապետի ձեռնարկությունը իրոք ուղերձ է բոլոր տեղական ինքնակառավարման մարմիններին, որ կաշառակերությունը լավ բան չի եւ պատժվելու է։ Եվ ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմինների, սա ուղերձ է բոլորին, որ բոլոր կաշառակերները հայտնվելու են իրենց արժանի խցում։
Պարոն Պարոն Բինյան, Բինյան, դուք նույնիսկ մեղադրանքը չեք կարդացել ամբողջությամբ, քիչ առաջ ասիք, որ մեղադրանքը Ես լսել եմ ձայնագրությունը, դա ինձ հերիք է քաղաքական գնահատական տալու համար։ եթե բրծակ հայ-թուրքականի հետ կապված ինչ նորություն կա պարոն։ Մոտ ժամանակներս տեղի կունենա միջգերատեսչական հանդիպում Գյումրի կարճ երկաթգծի վերականգնման եւ ոչ միջգերատեսչական տեխնիկական հանդիպում, դրանից հետո մանրամասներ Եվ ներողություններ, պարոն Ռուբինյան, քլեչը որ եկավ Հայաստան, հա, իր անձնագրումը կնիկ դրվել է մուտքի եւ ելքի։ Դա պետք է այլ մարմինների հարց։ Երևանում է լինելու հանդիպումը։ Դուք ասացիք, որ որոշ ժամանակ անց տեղի կունենա միջգերատեսչական։ Կասենք հետո։ Սահմանների բացման Գյումրի կարճ երկաթգծի վերագործակման մասին։ Իսկ սահմանների բացման մասով քննարկումները շարունակվում։ Այո։ Ինչ փուլում են, ինչ Հիստերիայի մեջ է, որովհետեւ Ով։ իշխանությունը։ Ով է ասում։ Մամուլը գրում է, որ իշխանությունը։ Որ մամուլը։ Ով։ Դե մամուլն է գրում, նա չի ճիշտ, որ մամուլն է։ Հիստերիայի մեջ է, որ մեր ձևով մեծ հանրահավաքարեր, ընտիմատիվները կարող են ձեզ տապալ։ Դե մամուլին որ տեսնեք, կասեք, որ հիստերիայի մեջ ինքն է։ Պարոն Ռուբինյան հաճախ նաև անդրադառնում եք Դες չի Ինչու պետքա ինձ անհանգստացնի մի վարքան էլի, ախր ինչու ինձ պիտի անհանգստացնի ինչ որ մեկի հանրահավաք։ Ինչ ուրախացնում է, որ մեր երկրում քաղաքական ուժերը կարողանում են անել հանրահավաք եւ ի տարբերություն այլ տարիների այդ հանրահավաքի ժամանակ օրինակ դիմավորկավորված ուժայինները չեն գալիս, ծեծում եւ սպանում այդ հանրահավաք անողներին։ ուրիշ բանով են։ Ինչ 7500 թիվը ոչ չի անհանգստացնում։ Դե հիմա ես հակված եմ հավատալ ավելի բան, ինչ ասեմ, հարգված կազմակերպություններ, բայց ասեմ ձեզ, նույնիսկ եթե 30000 լինի, նույնիսկ եթե 30000 լինի, չի անհանգստացնում։ Մեր երկրում իշխանությունը ձևավորում է ընտրությունների միջոցով, ժողովուրդը 2026 թվականին ում ուզի կընտրի։ Չեք անհանգստանում, որ սիրո եւ համերաշխության կոչերով եկած իշխանությունը պաշտոնավարումից 7 տարի անց 30000 հոգի եւ ավել։ Բայց ինչի 7 տարի անց, 5 տարի առաջ էր, 5 տարի անց էր 30000։ 2018 թվականի հեղափոխության։ Ես էլ եմ այդ ասում, ասում եմ, ինչի 7 տարի անց, 5 տարի անց էլ 5 չէ նույնիսկ ներողություն։ 2 տարի անց էլ, 3 տարի անց էլ էր 30000 հոգի պահանջում է իշխանապողություն 2021 թվականի հունիսին ընտրություններից անմիջապես առաջ Ռոբերտ Քոչարյանը եւ աջակիցները հանրապետության հրապարակում մեծ հանրահավաք են արել, որին մասնակցել է կրկին ըստ իմ շատ հարգած արժանահավատ աղբյուրների մասնակցել է 30000 մարդ, որից ընդամենը օրեր անց մենք հաղթել ենք ընտրությունները։ Ինչու եք խախտում իմ ամերության կանխավարկածը։ Դուք պնդում եք, որ ես ինչու եք մեր ամերության կանխավարկածը։ Ինչու եք մեր իշխանությունը չի կարող իշխանությունը չի կարող որևէ մեկի կալանավորել, որևէ մեկին կալանավորել կարող են համապատասխան իրավապահ մարմինները դատարանի վճռով եւ հետեւաբար խնդրում եմ ձեզ չխախտել իշխանությունների ամերության կանխավարկածը։ Որ չկա մի դատավոր, որին որոշում չխախտել Նիկոլ Փաշինյանի ամերության կանխավարկածը, որովհետև Նիկոլ Փաշինյանը չի կարող հրահանգներ տալ դատական ինքն է ասել, որ դա չկա մի դատավոր, որին որոշումը չկա։ Ինքը նաև ասել է, որ ինքը չի տալիս հրահանգներ։ Ես ըստ էության շատ ըստ էության պատասխանեցի։ Բայց ինքնությունը որոշ առումով ինչով է ճիշտ, որ այնուամենայնիվ դուք են իշխանությունը պետք լինեիք, որ ամերության կանխավարկածը չխախտեք, մինչև դատավճիռ չլինի, այդ բոլորը շոուն Ինչու եք խախտում մեր ամերության կանխավարկածը, ինչ նշանակում շոու, ինչու եք իրավապահ մարմինների ամերության կանխավարկածը խախտում։ Իրավապահ մարմինները շոու չեն անում, իրանք իրենց աշխատանքն են կատարում։ Ես ձեզ կոչ եմ անում, քանի դեռ դատարանի վճիռ չկա, իրավապահ մարմինների աշխատանքը չանվանել շոու, Նիկոլ Փաշինյան չմեղադրել շոու չի եղել, ոչ մի դեպքում շոու չի եղել, ոչ մի դեպքում շոու չի եղել։ Ես չգիտեմ, դրոնն ագաղմանոսը թե չէ։ Ես նախ չգիտեմ դրոնը եղելա թե չէ։ Երկրորդը ձեր հարցը ինձ չի ուղղված, այլ իրավապահ մարմիններին է ուղղված։ Երբ դուք գնացեք դուք այդ հարցը, տվեք Ռոբերտ Քոչարյանին, ասեք Ռոբերտ Քոչարյան, այդ որ Պապլավոկից դուրս եկա, կարող եք ձեր թիկնապային ձեր տանենք, որ մարդուն անդազանջ, մի վիճեք իմ հետ,
մի վիճակի մեջ։ Կգնաք Ռոբերտ Քոչարյանին կհարցնեք, գնացեք Ռոբերտ Քոչարյանին կասեք պարոն Քոչարյան, ձեր թիկնապային, կասեք շեֆ, ձեր թիկնապային ինչի ձերը չտարակ, որ անդազահան չանի այդ մարդուն ու դաշնակցական Պարոն Ռուբինյան լրագրողի Եթե այլ հարցեր չկան, ես գնացի։ Կան այլ հարցեր կան։ Առնալով վաղ շաբաթ կայացված համայնքի ընտրություններին, ըստ ձեզ այս հակակապությունն կալանավորումը կարող է դիմադրություն առաջացնել ընդդիմադիր ընտրազանգվածի մոտ եւ կոնսոլիդացիա։ Ես խորապես վստահ եմ, որ մեր հանրապետությունում կաշառակերության աջակից ընտրազանգված գոյություն չունի։ Ես չեմ ճանաչում մեկ Հայաստանի քաղաքացի, որը հանուն կաշառակերության աջակից է։ Սա է ձեր հարցի Մի խանգարեք ձեր գործընկերոջը։ Հարց է տալիս։ Բայց Էմմա Պայլյանը բնակարանի հետ կապված հարցեր լուծել եւ իշխանություն ձեր գործընկեր Էմմա Պայլյանը ամուսնու հետ կապված եւ փաստաթղթերով ապացուցված է, որ իրենց տան բնակարանը ինչ-որ ապօրինի կերպով առաջ են տվել եւ այլն, սա կաշառակերության դեպք չի, հովանավորչության դեպք չի, թե դուք դա ես ձեր հարցի թեմայից տեղյակ չեմ, խոստանում եմ ուսումնասիրել, բայց ենթադրում եմ, որ էլի ձեր խոսքերի մեջ ամեղության կահկավարկածի խախտում կա։ Ամեն դեպքում խախտելով Մի խանգարեք ձեր գործընկերներին։ Անմեղության ԿՊ-ի եւ իրավապահ համակարգի անմեղության կախավարկածը չխախտելով ամեն դեպքում, եթե մեր զրով շարժումը որևէ այսպես անհանգստություններ չէր առաջացնում, ինչու մեկ բառի համար Սամվել Կարապետյանը կալանավորվեց եւ Բայց ով ասաց, որ տեսեք, համ ասում եք ամեղության կանխավարկածը չխախտելով, համ ասում եք մեկ բառի համար ձերբակալվեց։ Եթե դուք պնդում եք անում, որ մեկ բառի համար է ձերբակալվել, նշանակում է դուք պնդում եք առնում, որ ամեղ մարդուն իրավապահ համակարգը ձերբակալել է։ Դա ամեղության կանխավարկածի խախտում է։ Երկրորդը մեղադրանք է առաջադրվել տվյալ անձին իշխանության բռնի ոնց էր որ հոդվածով էր իշխանության բռնի իշխանազավթման հոդվածով որովհետև իրավապահ մարմինները եւ դատարանը համարել է, որ իր խոսքերը բավարար են կասկած հարուցելու համար, որ մեղադրանքը իրական է։ Պարոն Ռուբինյան, տեսեք, ես դա ձեր գնահատականն է, դա ձեր լրատվամիջոցի մի վարքյան, դա ձեր գնահատականն է, դա ձեր լրատվամիջոցի գնահատականն է։ Դուք ձեր բոլոր դրա լրատվամիջոցներով կարող եք գնահատել, որ Վարդանիկը սուրբ է, Ռոբերտ Քոչյանը սուրբ է, Սերժ Սարգսյանը սուրբ է եւ դուք դրա իրավունքը ունեք, բայց իրականությունը դրանից չի փոխվում։ Պարոն Ռուբինյան, եթե ես չեմ սխալում, օրենսդիր մարմնի ներկայացուցիչը Անդադ նույն մարդիկ եք հարց տալիս, ես առաջարկում եմ Tribune AM-ին։ Հա, ոչինչ, ես ներողություն շարունակեմ հարցը, սա չեպազրույց է։ Եթե չեմ սխալվում, օրենսդիր մարմնի ներկայացուցիչը բացի պատգամավորական գործունեությամբ, այլ գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի, եթե դա գիտական աշխատանք չի եւ հասարակական։ Հիմա դուք եւ Վահագն Ալեքսանյանը, որ Civic-ում եք աշխատում, վարձատրվում եք, բա ինչ եք անում այնտեղ աշխատում։ Բա ինչ եք անում։ Այդ նույն տրամաբանությունն է, որ դուք հիմա ինձ ասեք, որ ես աշխատում եմ Չէ, դուք այնտեղ այսինքն ով է այնտեղ հաղորդավարը։ 5-րդ տալիքում կամ ՀԺ-ում կամ H2-ում կամ Tribune AM-ում եւ այլն։ Չէ, դրանք տարբեր բաներ են։ Տարբեր բաներ են։ Ես աշխատում եմ բացատրվում եւ ես գրանցված չեմ որպես աշխատող։ Բա Այ լավ հարցեր եք տալիս։ Այո, ասեմ։ Չէ, ասեմ ինչի ոդկասթի կարիք առաջացավ։ Ես զգացի, որ երբ որ ճեպազրույց եմ տալիս ձեզ բոլորի, դուք րոպեն, ասենք, չգիտեմ, 16 հարց հաճախականությամբ ինձ ընդհատում եք եւ չեք թողում պատասխանեմ։ Կամ սկսում եք մի վայրկյան, կամ սկսում եք վիճել ինձ հետ, ինչին ես դեմ չեմ, կարելի է բանավեճային ֆորմատով զիջել, բայց ես զգացի, որ դուք շատ եք դժվարացնում իմ մտքերն արտահայտելը, որովհետեւ ընդհատում եք ինձ։ Հետո պարոն Ալեքսանյանը ինձ խոստացավ, որ չի ընդհատի, ես էլ իրեն խոստացա, որ չեմ ընդհատի, բայց այդ ֆորմատը չի, որտեղ եթե մենք սուր հարցեր ուզենք, մենք գալիս ենք ստեղ, տեսնում եք, չեմ խոսապում բացարձակ ձեզնից։ Բայց վերջին հարցը էլի խնդրում եմ։ Վերջին երկու հարցը։
որտեղ պիտի նիստ Նախ վարեն։ լրատվամիջոցների հետ կապված ասացի Քերինեի հարցին պատասխանելիս, որ դուք ազատ եք որպես լրագրող լրատվամիջոց ունենալու ձեր կարծիքը, բայց չգիտեմ ինչի ստատուսներ եք գրում, որ պարսավանքի արժանի այն բոլոր լրատվամիջոցները, որոնք պաշտպանում են կաշառակեր սրիկայի, նախ դուք ինքներդ կարգել եք մարդուն արդեն կաշառակեր սրիկա առանց դատական ակտի ու նշել եք հրապարակի խմբագրի Արինե Օհանյանի անունը։ Սա ինչ է, եթե ոչ լրատվամիջոցներին թիրախավորում, Սա քննադատություն է։ Պաշտոնյայի կողմից։ Շատ լավ։ Հիմա խնդրում եմ մի ընդհատեք, որտեղ պետք է գնամ նիստ հասցնեմ պատասխանեմ։ Սիրելի Ռիմսիմե, լրատվամիջոցի թիրախավորումը հետևյալն է։ Օրինակ, երբ որ լրագրողին ծեծել են տալիս։ Օրինակ, երբ որ լրագրողին վրա գործ են կարում, նստացնում են։ Օրինակ, չգիտեմ, երբ որ մտնում են մի վարքան, մտնում են խմբագրություն, ինչ ասեմ, համակարգիչները արգրավում են։ Երբ որ, չէ, ոչ միայն ֆիզիկական, ասում եմ, երբ որ դատում են եւ այլն։ Իմ ասածը քննադատություն է, սովորեք քննադատությանը։ Բոլորը վիրավորանք չի, ես ոչ ոքի չեմ վիրավորել։ Դե հիմա ես պատճառ ունեցել եմ դա ասելու համար եւ դա վիրավորանք չի։ Հաջորդ երկրորդ հարցը տվեք։ Ոնց է ստացվում, որ կաթողիկոսի հետ կապված այդ հայտնի ձայնագրությունն է, այսպես ասած, ուծեչկա է կանում Տարոն Չախոյանի հետ կապվող Media News AM։ Ես ոչինչ ուծեչկա չեմ արել։ Դուք չեք արել։ Չէ։ Նկատի իշխանությունը այդ լրատվամիջոցի միջոցով։ Չգիտեմ, իսկ ոնց են լինում, որ տարբեր ստահոդ լուրեր սպրդում են տարբեր լրատվամիջոցներով, այդ թվում որոշ լրատվամիջոցներով, որի ներկայացուցիչներից դե ներկա են։ Գաղտնի լսման, գաղտնի ձայնագրման մասը։ Բայց դուք ինչ գիտեք, ով է դա գաղտնած լսել, ով է ձայնագրել դա։ Դուք գիտեք, ես չգիտեմ։ Ոնց է, որ Նաթան Սրբազանի Ասում եմ, ով է ձայնագրել, դու դա գիտեք։ Դա ես էլ չգիտեմ։ Ես մամուլում եմ տեսել։ Հա ինչ անենք։ Ինչ, այսինքն ցանկացած, եթե դուք վաղը ինչ որ մեկին գաղտնալ լսեք, ես եմ դրա համար պատասխանատու։ Այսքանով ավարտենք, շնորհակալություն։ պետական գաղտնալսման մասներ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։